Նորից։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան։ Պարոն Գրիգորյան, համահայկական սենատը նամակներ է պատրաստել, որոնք վերաբերում են Սև Հովազ կազմակերպության ղեկավար Սերոբ Գասպարյանին։ Կպատմեք այդ մասին։ Բարև ձեզ, նախ ներկայանամ, անունս Գևորգ Գրիգորյանն է, ապրում եմ Ավստրիայի Հանրապետությունում, դիմելով Սև Հովազ Դոբատի Եվրոպայի պատասխանատուն, այո, մենք պատրաստել ենք նամակները բացագույն դատարաններում և բոլոր սենատներում, փորձելով ճշմարտության հետևից։ Մենք գիտենք, որ այսօր պարոն Գասպարյանը շինչու գործերով, որ չունեն ոչ մի ապացույց, դա ապացուցված է, որ իրենք չունեն ապացույց, փորձելով այսօր գործող հրամանատարին լրացնելու, ինչպես փորձեցին և սպանեցին Ռոստամ Գասպարյանին, իր եղբորը և իր որդուն, դա ես բարձրաձայնում եմ պատասխանատու ձևով, որ 30 տարի հովազները այո կռվել են և բարձր են պահել հայի պատիվը և քրիստոնյա լինելը, և այսօր փորձում են այդ ընտանիքից, որ հրամանատարը և իր որդին մահանալով տալով իրենց կյանքը մեր հայրենիքին, փորձում են այսօր եղբորը, որ վերցրել է այդ պատասխանատվությունը Սև Հովազի լրացնելու համար ինչ-որ շինչու գործեր կապելով, որը որ իր հետ կապ չունի։ Այո, մենք այսօր նամակները արդեն պատրաստել, տարբեր երկրներ դրանք գնալու են, այնտեղ գրված է շատ կոնկրետ իրավիճակը, և ես պատրաստում եմ շուտով Գերմանիայի դեսպանը Հայաստանի Հանրապետությունում, որ նա այցելի Սերոբ Գասպարյանին, դա շատ կարևոր է, ու մի բան էլ ասեմ, որ Սերոբ Գասպարյանը ապրելով երկար տարիներ Եվրոպայում, նա ուներ կացության իրավունք, քանի որ կացության իրավունքի ժամանակ գոյություն ունի, որ պետք է մարդը երկարացնի, նրանք դաժե այդ շանսը չտալով, պահելով անապատության մեջ, ես չեմ թաքցնում, որ մենք երկար տարիներ ունենք Սերոբ Գասպարյանի հետ մեր բիզնեսները, որը այսօր շատ մեծ անկում է, ես իմ իրավաբանին խնդրել եմ, որ կազմի այդ էջերը, այդ խնդիրները և իմ ֆինանսիստին, ես ուզում եմ կոչ անել Գոռիկ Հովակիմյանին, դատախազ, և Սիսակ Հայրապետյանին, որ ձեռքերը վերցրեք, մի քանի անգամ ես ասել եմ, որտեղ Նիկոլ Փաշինյանը ձեզ չի օգնելու, դուք մնալու եք և չեք կարողանա պատասխան տալ այս ամեն ինչի համար, որովհետև առաջինը նա հրամանատարը գործող, որը դա ազգի պատիվն է, որ մեր հրամանատարները, առողջ հրամանատարները մնան մեր զորքի կողքին, ու այսօր Սիսակի պես և Գոռիկի պես անձնավորությունները փորձում են լրացնել։ Դա նրանց մոտ չի ստացվելու։ Մենք մեր հրամանատարի հետևից գալու ենք մինչև վերջ, ու դուք պատասխան եք տալու։ Ես Սիսակին մի քանի անգամ կոչ եմ արել, ձեռքերը վերցրու, մի կեղտոտվիր, կամ որ կեղտոտվել ես, փորձի ուղղակի չհնազանդվել Նիկոլ Փաշինյանի ռեժիմին, որտեղ նա ձեզ բոլորին մենակ է թողելու, իսկ այդ մենակ թողելու ժամանակ դուք չեք կարողանալու մեզ պատասխան տալ, թե օրենքով, թե Աստծո առջև։ Խնդրեմ։ Այսօր, բացի այն, որ դուք էլ նշեցիք, որ Սերոբ Գասպարյանի հանդեպ դատավարությունը շինծու է, այսօր շատերն են այդ կարծիքը հայտնում։ Ըստ ձեզ, դա ինչ-որ տեղ կարող է օգնել կամ ինչ-որ տեղ հասցնել։ Այո, նամակներին է հաստատում, ինչ-որ մի բանով կարող է օգնել։ Այո։ Իհարկե, այսօր մենք ունենք 60-ից ավել սենատորներ տարբեր երկրներում, որ նրանք բոլորը նույն կարծիքին են, որ այսօր փորձում են լրացնել մեր հրամանատարին և մնացած մեր եղբայրներին, որը որ համաձայն չեն այսօրվա իշխանության և այն աղոթակին, իհարկե այս նամակները իրենց մեծ գործը անելու են, դրանք շատ թանկ հաճույքներ են, դա ասեմ բոլորին, որ իմանան, և մենք շարունակելու ենք ավելի բարգացնել այսօրվա այս
համակարգին, որ նրանք չփորձեն եվրոպացիներին կամ ռուսներին կամ ամերիկացիներին թոս փչելով, որ մենք չունենք բանտարկյալ, նրանք սուտ են խոսում, մենք ունենք նամակի մեջ կոնկրետ գրված օրով ժամով նկարով թե ինչի համար են դատվում, ոչինչի համար, եւ նրանք փորձում են ասելով, որ մենք գնալով Ամերիկա կամ մնացած տեղեր, որտեղ մենք մարդու իրավունքներով պահում ենք, բարձր գնահատեք, նրանք ստախոսներ են, նրանք առևտրականներ, նրանք սատանայի առաքյալներ են, որը խափում են։ Իսկ եվրոպացիք դա գիտեն։ Ուղղակի քանի որ եվրոպացի տունեն իրենց շահերը Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որտեղ նրանք այսօր կախված են գազի և բենզինի հետ կախում ունեն, նրանք գնում են առևտրին, բայց մենք փորձում ենք լրացնել և ասել եղբայր դուք օրինական երկրների ղեկավարներ եք, թե որ դուք եք փորձում աշխարհին սովորացնել, որ կոռուպցիան չի կարելի, և մենք փորձելով այս նամակներով ուղղակի իրենց ազդակ տալ, որ մենք գիտենք, մենք ապրում ենք ձեր երկրում, մենք գիտենք ձեր քայլերը, մի մտեք այս քայլերի տակ, իսկ մենք պահանջատերն ենք մեր բոլոր հայրենակիցների, այո, մենք հիմնակարմային գաղափարախոսությունը, որ երբ որ ես բարձրաբանեցի եւ շնորհակալ եմ Արամ Մկրտչյանից, Սերնատի ղեկավարից, որ նա համաձայնվեց այս գաղափարին, եւ սա լինելու է հիմնակարը մեր հայրենակիցների 10 միլիոնից ավել, երբ որ մենք տեսնենք այսօր մեր հայրենակիցներից որևէ մեկը ունի լուրջ խնդիրներ, որը որ ինչու ինչ-որ մի գործարքի են տանում եւ ուզում են անազատության մեջ պահել, Սենատը դրա համար, որ ոչ մի կուսակցություն հետ կապ չունի, ապստամբիկ։ Մենք անկառավարելի ենք բոլորի կողմից, որովհետև սա շատ կարևոր է, որը մենք բոլոր ամեն մեկս մի երկրում ենք գտնվում, մի երկրի օրենքի մեջ մենք չենք կարող ինչ-որ կարող է մեկ երկուսը փորձեն, ես չեմ ասում, որ անհնարին է, բայց նրանք չեն կարող 501 սենատորի կաշառել, դա անհնար է լինելու, դրա համար մենք վերցրել ենք բարձր Ադրբեջանի 501 սենատոր տարբեր երկրներից, որ լինի անկառավարելի։ Սենատը դա զսպող օղակն է լինելու ապագայում, նայեք, եթե սենատը ինչի համար օլիգարխական երկրներում չկա սենատորների գաղափարը, որովհետև այսօր ինչ-որ Նիկոլ Փաշինյանը որոշում է, ինքը իր թիմով, մեծամասնությունով ինքը ասում է, Սյունիքը պետք է տանք, անցնում է եւ տալիս է։ Նայեք, նոր մի քիչ առաջ մենք ունենք եթեր հարցեր, որ դուք տեսել եք մի օլիգարխի որդի զոհվեց։ Մենք չենք ուզում, որ ոչ որևէ մի հայ զոհվի, բայց այսօր զոհվեց էլի անապահովի երեխաները եւ շատ էժան գիտ ցավոք, ես դա ասում եմ, ցավոք թեմայա $20,000 դա հայրան գիններ եւ մի քանի 100,000 դրամ ամեն ամիս ինչ-որ թոշակ, դա է գինը մեր երիտասարդները, որի հետ մենք համաձայն չենք, մենք պիտի մերժենք դա, ես այդ իմ նորից իմ կարծիքներից գիտակից հայը չի կարող իր որդու արյունը վաճառել, որտեղ սա մեծ առևտուր է գնացել, եւ ուղղակի նրանք որոշեցին, որ այո, գինը արժի $20,000, որը դատապարտելի է, դրա համար պետք է Նիկոլ Փաշինյանը եւ իր այդ անձնակազմը պատասխան տա մեր հայրենակիցների առջև։ Ես դեմ եմ, որ ասեն Նիկոլ ելի գնա պրծնեն քեզանից, նա պետք է մնա եւ պատասխան տա օրենքի դեմ եւ աստծո դեմ եւ նրա նմանները, նա պետք է մնան եւ պատասխան տան ամենավերջի, եթե ես լինելով քրիստոնյա, ես իրան չեմ ներում, ինչի համար, որովհետև նա սատանայի առաքյալ է, նա իր հոգին վաճառել է։ Եթե մեկ մարդ նա փորձեց սաղմոսներ բարձրաբանել, այդ սաղմոսների հետևը ես գիտեի ով էին կանգնած, դա աղանդավորներն են, որ փորձեցին դրանով ասեն, որ Քրիստոսը հետա վերադարձել, նա քրիստոնյա, դա սատանայի ամենամեծ խաբեությունն էր, որովհետև սաղմոսը շատ լավ է մարդու իմանը, բայց դա օրենքի Իսկ մենք հայերը շնորհքի երկրում ենք ապրում, մենք պետք է շնորհքի արժեքներով առաջնորդենք, ոչ թե օրենքի, որտեղ հին կտակարանի համար օրենքի խոսքն է, իսկ նորը դա շնորհքի։ Նա վերցրեց օրենքին եւ սաղմոսները, եթե կարդում ենք, այնտեղ կան մահ, այնտեղ կան շատ բաներ, որը
շատ մարդիկ չեն հասկացել, թե նա ինչ է բարձրացել։ Ահա։ Նույնը իր կինը, որ ասաց, նույնը որ իր կինը թաման ինչի ոչինչի, նրա համար արա դա ոչինչ էր, որովհետև նրանք իրենց հոգիները վաճառել էին։ Ըմբոշխ։ Եվ պարոն Գրիգորյան, տեղեկություն տարածվեց, որ Սերոբ Գասպարյանի քննիչը բարձր պաշտոնի է նշանակվել։ Ինչ կասեք այս մասին։ Այո, դա ես եմ բարձրացնել օգուտ կապված այդ լուրերը հասավ ինձ, որովհետև ես ասում եմ իմ համար շատ կարևոր է իմ հոգևոր եղբոր, ես նրան կոչում եմ այդպես, իմ հրամանատարի, ամեն ինչ ինձ համար շատ հետաքրքիր է, շատ կարևոր է, մենք ամեն վարքյան ինձ հասնում է ինֆորմացիան նրա առողջությունը, դա նրա շնչառությունը եւ նրա կողքի մարդկանց մտածելը, ինչ են մտածում հաջորդ քայլը, նորից եմ ասում, որտեղ մենք շատ թանկ ենք վճարել ու հիմի չունենք էլ վճարելու, ոչ մեկին ինչ-որ մի բան տալու։ Այո, ես դա բարձրացնել եմ եւ լրագրողները գնացել են այդ Սիսակի հետևից, արդյոք եւ Գրիգորյանը ճիշտ էր ասում դրա մասին, եւ պարզվեց, որ այո, օդից կապվածները դրանք իրականություն էին, նա ստացել է ժամանակավոր մասիվի քննչականի պետ, հաղորդավոր ժամանակավոր, բայց ինչի դիմաց, որ Սերոբ Գասպարյանին լրացրեց եւ մեկ շաբաթ հետո դա կատարվեց իր հետ, դրան մոտնցուկ ձեռքերը վերցրու, որովհետև նույնը Սիսակի եւ Գորեկին ասում շատ բաններ բեռ եք վերցրել, որը դիվրապետից դուք չեք կարող մի օրեք, դուս օրեք, դուք չեք կարող այդ տեսակ անդի կամ մնացած մեր հայրենակիցներին այդ դրված տղեկի, որ 30 տարի, այսօր Սիսակ, որ դու քո երեխան չի սնուցել, նրա տղեկի այրան գնով է եղել, այսօր փորձում եք դուք, նույնը դատախազը, փորձում է ասել, որ նրա տեսակը վտանգ է գործերի պետականության համար, դա աբսուրդ է։ Ուղղակի ես Գորեկին խորհուրդ կտամ, որ իր որդուն ուղղակի Ադրբեջան կամ Թուրքիա այնտեղ ապրելու, որտեղ նայ այդ տեսակինը իրենց հայրենիքն դեղ է։ Ոնց կարելի է 30 տարվա ընտանիքով կրված մարդկանց այդ տեսակ այդ դատավարությունը կա իմ մեջերում։ Եկելով ոնց կարելի է այդ տեսակ, որ մարդ եղբայր եւ եղբոր որդի կորցրած մի ընտանիքից երկու հոգի հերոսաբար 30 տարի ու սպանել են։ Ու փորձի եղբոր մասի, դատարանի մասի, որ ինքը վտանգ է պետականությանը։ Այո, այդ տղեկի մեղքը կա, որ դուք չկարողային, որ եթե որ իր երեխաները սնուցված լինեին, որովհետև Գորեկի պեսերը ոչ թե եկեղեցի հաղորդավոր գնային, այլ գնային մզկիթ։ Այս երևի ես եմ մեր սխալը, որ սանսային թողեցինք մեծանան, որ հիմա էլ մեզ դատեն։ Ես ասում եմ ստեղ եկեղեցու լռությունը նորից, ես միշտ ասում եմ եկեղեցին այս պարին դա չակերտավոր այդ շինությունը չէ մարդկանց հոգիներն է դա եկեղեցին, իսկ Գորեկին բերի լռությունը, գիտեք մի հատ խոսք ասում լռությունը համաձայնության նշան է։ Մարեգինը իշքան լռում է, այնքան իր հոգին տանում է մրկվելու։ Գարեգինը իսկ ինձ այս հաղորդումը Գարեգինին կհանցնի, բայց ես շուտով պատրաստում եմ Գարեգինի մասին խոսել, նա ինձ ճանաչում է, ես ասում եմ Գարեգին մի լռի, ապաշխարի, դու ունես ապաշխարության այդ շանսը, դու ունես, իշքան է որ դու սխալ ես արել, նույնը Սերոբ Գասպարյանը երկար տարիներ առաջ մենք Գարեգինին շատ ճիշտ առաջարկություն էինք արել, որ մի լռի, հավաքի քո հոգին եւ քարոզի ճշմարտությունը, հավաքի քո հոգին եւ բեր իսկական քրիստոնեություն, ոչ թե մտի բաբելոնացիության մեջ, սա էր մեր ուղերձը Գարեգին բին, որ նա ուղղակի լռեց, իսկ այդ լռությունը կանում է մորթելու։ Շնորհակալ եմ պարոն Գրիգորյան, հուսամ, որ ձեր խոսքը իրականում տեղ կհասնի։ Ձեզ եմ շնորհակալ, Աստված օրհնի ձեզ, Աստված օրհնի մեր հայացքին, ոչ թե մնացեք օնլայն դաշտում, այլ իրական դաշտում, որովհետև մեր երկիրը, ես տեսնում եմ, որ մեր երկիրը պետք է մեր հայացքը պետք է ապաշխարի, մենք ապաշխարության կարիք ունենք, ես մի բան էլ ավելացնեմ, որ մեր երկիրը
չի կարող աշխարհիկը կառավարել եւ ես մի բան եմ ուզում ցիտել, երբ որ Նիկոլ Փաշինյանը ասաց մենք աշխարհիկ երկիր ենք, ես նրան հակաճառնում եմ ասում եմ ոչ, մենք աշխարհիկ երկիր չենք, այլ մենք հոգևոր եւ շնորհքի երկիր ենք եւ ես տեսնում եմ մեր ապագան հոգևոր հայերի երկիր եւ նույնը կառավարել հոգևոր արժեքներով աշխարհիկը չի կարող կառավարել դա նման է մի տնոջ որ երկու տղամարդ ունի դու չես կարող երկու տիրոջ կանայես պետք է շնորհքի երկիրը հոգևորը կառավարի ես այսպես եմ տեսնում ու ես կարոտում եմ եւ ես հավատում եմ որ Աստված մեզ կողմա այստեղ եթե ունենանք նոր Մովսես հատկապես